Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Անցած անգամ մենք պայմանավորվել ենք, որ այսօր կխոսենք Արցախյան պատերազմից, առաջին Արցախյան պատերազմից 1991-94 թվականներից։ Այս պայն ես դեռ ենթադրում եմ, որ մեկ խոսակցության մեջ կտեղավորենք այս թեման։ Իհարկե թեման ինքը արժանի է շատ ավելինի, քան պարզապես մեկ կամ նույնիսկ թեկուզ երկու խոսակցություն, բայց ցավոք սրտի այս ամեն ինչի մասին խոսելու ենք համառոտ, խոսելու ենք արագ, բայց ամեն դեպքում խոսելու ենք։ Ես ուզում եմ մինչև բուն նյութին անցնելը մի քանի բան ասեմ, անպայման ուզում եմ նախ շեշտեմ կարևորությունը այս թեմայի, ինչի ամեն դեպքում ուզում եմ խոսեմ եւ ինչի ուղղակի պարզապես նույնիսկ ժամանակագրությունը հիշեցնելը այս պատերազմի կարևոր է, որովհետեւ ես մի բան եմ նկատել տարիների ընթացքում եւ վերջին շրջանում էլի նկատում եմ մի կողմ թողած իմ սերնդի եւ ինձնից ավելի մեծ ուրեմն տարիքի մարդկանց, որոնք դեպքերի բերումով այդ ժամանակ ապրել են, կամ մի մասը նաեւ պատերազմի մասնակցել է, կամ կապ է ունեցել, մի կողմ թողած այդ մարդիկ, մեծ մասը ընդ որում հետագայի սերունդների, ասենք 90-ականների ծնվածները, ել չեմ ասում 2000-ականներին ծնվածները, կամ թեկուզ 80-ականների վերջերին ծնվածները, որոնք շատ փոքր են եղել, որպեսզի այդպես ականատեսի բանով հիշեն այդ իրադարձությունները։ Մեծ մասը, եթե չասեմ ճնշող մեծամասնությունը, ամենատարական այդ մակարդակում, թեկուզ ուղղակի ժամանակագրության մակարդակում, դեպքերի հերթականության մակարդակում, ել չեմ ասում մի փոքր ավելի խորը, տեղյակ չի, պարզապես տեղյակ չի, ամենատարական էլի եմ կրկնում մակարդակում այդ պատերազմի իրադարձություններից։ Ընդ որում մարդիկ, որոնք ոչ թե ընդհանրապես անտարբեր են նման թեմաների նկատմամբ, այլ որոշակի հետաքրքրություն ընդհանրապես ունեն, բայց անտեղյակ են։ Եվ խնդիրը ու մեղավորը իհարկե այստեղ այդ մարդիկ չեն, խնդիրը այդ սերունդները չեն, որում ելեմ կշեշտում, սա փաստորեն անկախ Հայաստանում ծնված եւ մեծացած սերունդների մասին է, կամ անկախ Հայաստանի sense ասած նախաշեմին։ Բնականաբար այստեղ պատասխանատուն եւ խնդիրը եւ մեղավորը պետությունն է, Հայաստանի Հանրապետությունն է, որը փաստորեն իր քաղաքացիներին այդ գիտելիքը չի տրամադրել եւ սա, այսպես ես ասում եմ եւ մարդիկ ասում են, հա դե ինչ մի նոր բան ես ասում, բոլորս էլ դա գինեն, բայց սա իրականում ապշեցուցիչ փաստ է, սա աննորմալ փաստ է, որտեղ մի պետություն, որը փաստացի կայացել է Արցախյան շարժումով, մի պետություն, որը փաստացի կայացել է այդ պատերազմի տարիների ընթացքում եւ տարել է հաղթանակ, մի պետություն, որը մեծ հաշով նույնացրել է նույնիսկ ինքն իրեն Արցախի հարցի հետ, այդ պետությունը չի տվել իր քաղաքացիներին ամենաել եմ կրկնում տարական մակարդակի գիտելիքները այն պատերազմի մասին, որը այդ պետության հիմնադրման, կայացման ամենակարևոր իրադարձությունն է, դրանից ավելի կարևոր բան այդ պետության պատմության մեջ չի եղել եւ դա իր կրկնում եմ հիմնադրումն է։ Եվ սա իհարկե նորմալ երևույթ չի, թե ինչու է այդպես եղել, ոնց է եղել, սա ես հիմա չեմ կարող վերլուծել, ժամանակ էլ չունեմ, բայց փաստն եմ արձանագրում։ Եվ ուզում եմ շատ լուրջ sense ուշադրություն դարձնենք եւ հիշենք այս փաստը, որովհետեւ նորմալ իրավիճակում, երբ որ այդքան կարեւորություն ունի այդ իրադարձությունը պետության պատմության հետ եւ բացի հաղթանակ է տարվել, երբ հիմա այս պարտության մասին ավելի շատ մանրամասներ գիտեն, քան հաղթանակի, նորման պետք է լիներ նա, որ ոնց որ ասենք, չգիտեմ, մարդուն գիշերը որ զարթնացնես, ասես 2 անգամ 2 ինչ ասում է 4, այդ մակարդակի պետք է գոնե հիմնական իրադարձությունները, գոնե զուտ ժամանակագրությունը, գոնե դեպքերի հերթականությունը այդ պատերազմի, առաջին պատերազմի Հայաստանի Հանրապետությունում ծնված, մեծացած եւ դպրոց գնացած եւ դաստիարակված քաղաքացին, այն էլ անկախության սերնդից ինքը պետք է իմանար։ Եթե հիշենք նույն էլի սովետական միությունը, երբ որ ես էի փոքր, ես 15 տարի եմ ընդամենը ապրել սովետական միության մեջ, կհաստատեն ովքեր ապրել այդ տարիներին, որ պարզապես մեր գլուխը հարթուկում էին, մեր գլուխը տանում էին այդ իրանց այդ Վիլիկի Ատեչիստվինի վայնայով, այն աստիճան, որ փոքր երեխեք էին նման 5, 6, 7 տարեկանում, այդ պատերազմի մասին լիքը բան էին իմանում, որտեղ ամբողջ օրը հեռուստատեսությամբ կինոներ, դպրոցներում չգիտեմ դրա մասին խոսակցություններ, գրքեր, չգիտեմ ինչ անընդհատ ամբողջ օրը անverջ ես մեծացել եմ այդ կռիվ կինոների ձայների տակ, որովհետև ամեն օր հեռուստացույցով կռիվ կինո էր եւ նույնիսկ մեր բակի խաղերը
դրա մասին էին, այսինքն բաժանվում էինք ռուսների եւ գերմանացիների եւ կռիվ էինք անում, իհարկե Բաքում ոչ ոք չէր համաձայնում գերմանացիներ, բացի ինձանից ես մեծ հաճույքով այդ դերը միշտ իմ վրա ստանձնում եմ, որովհետեւ այդ ալերգիան միշտ ունեցել եմ սովետական քարոզչությունից, բայց այս մեր խաղն էր հասկանում եք։ Այդ աստիճանի նույնիսկ փոքր երեխեքի գլուխները դրանով տարել էին։ Մենք չեմ ասում կինոներ, մեկ-երկու ինչ որ կինո ենք ունեցել, մեկ-երկու գիրք ենք ունեցել, դա չեմ ասում, բայց նույնիսկ փաստորեն մարդկանց ես հիմա ոնց հասկանում եմ դպրոցում ամենատարական ձևով այդ գիտելիքը չեն փոխանցել։ Եվ ես մի հատ ուրիշ օրինակ եմ հիշում։ Սովետական միություն եմ ասում, բայց ինչի՞ սովետական միություն հիշում։ Ուրեմն բառացիորեն 3 տարի առաջ 2022 թվականին աշնան սեպտեմբերի վերջին, երբ որ այդ հերթական ադրբեջանական ուրեմն հարձակումը սկսվեց Հայաստանի սահմանների ուղղությամբ, հիշում եք այդ Ջերմուկի կռիվները, Վարդենիսի կռիվները եւ այլն, մարտական եղբայրությունը դեռ նոր էր այն ժամանակ 1 տարի այն ստեղծվել էր եւ մեր տղաները գնացել էին դիրքեր Վարդենիսում էին։ Ուրեմն գնացինք այնտեղ դպրոցի այդ բանում էր, իհա գյուղը կարևոր չի, Վարդենիսի գյուղերից մեկում։ Այդ դպրոցում էր տեղադրված այդ զինվորների մնալու տեղը, ասենք ասենք, զորամասը, եւ այնտեղ էին մեր տղաներն էլ մնում, ովքեր որ դիրքերից երբ որ իջնում էին կամ այդտեղ բան էին անում, ուրեմն եւ դպրոցը, սովորական դպրոցը, այդ սահմանամերձ գյուղ է, այսինքն անմիջապես սահմանին է, Սարի գլխին թուրքերն են։ Եվ այդ դպրոցում ուրեմն երբ որ մտնում ես միջանցքում մեծ ասենց այդ պաստառն է, որտեղ գրած է այդ ոնց են կոչում են իրանք այդ մեծ հայրենական պատերազմ, ու ինչ որ նկարներ, ոչ թե այդ գյուղի օրինակ ասենք զոհվածների նկարներ եւ այլն, որ էլի հասկանալի կլիներ։ Ուղղակի տենց ինչ որ այդ մեծ հայրենականի մասին եսիմ ինչ էր։ Ու ոչ մի նույն ձևի պաստառ, նույնիսկ ես չեմ ասում են չի կարա այդ մեծ հայրենականի պաստառը, լավ չանդամ ինչ գործուներ 2022 թվականի Վարդենիսի սահմանամերձ գյուղում նախկին վանեցիներով կարծեմ ծագումը վանեցիների կողմից բնակեցված։ Չկար Արցախյան պատերազմը չկար այդ։ Չկար, իրոք չկար այդ պաստառը չկար այդտեղ։ Կար ուրեմն 2022 թվականին Հայաստանի սահմանամերձ գյուղում, որ անմիջապես թշնամին թուրքը իր գլխի վերևն է, դպրոցում, որտեղ հայ երեխեքն են սովորում, իրենք չեն սովորում իրենց թշնամու մասին, իրենց պատերազմի մասին, իրենց կռվի մասին, մեծ հայրենական պատերազմ են սովորում։ Եվ այսքանից հետո ես չգիտեմ մենք ընդհանրապես ինչ ենք սպասում, ինչ ենք ուզում։ Այդ տեսարանը իմ համար ապշեցուցիչ էր։ Սա մեկ կարևոր բան, որ ուզում եմ ֆիքսեմ, բնականաբար հասկանալի է, չէ՞, որ սա նաև իր տեղը եւ ազդեցությունը ունի նաև 2020 թվականի դեպքերի վրա, որտեղ բնականաբար եթե դու ժամանակագրությունը չես տալիս քո քաղաքացիներին քո հաղթանակած պատերազմի ես չեմ ասում իմաստավորման մասին, հասկանալու մասին, դասեր քաղալու մասին։ Մյուս կարևոր բանը, որ մենք այստեղ կտեսնենք եւ այստեղից պետք է վերցնենք, բայց նախապես ուզում եմ ասեմ, որ այն ելակետային իրավիճակը, որը կար առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, ասենք օրինակ 91 թվականի ամռանը, աշնանը, Գարնանից աշուն եւ մինչեւ Շուշի ազատագրում, այդ ելակետային իրավիճակը ոչ թե ավելի ծանր էր ու ավելի վատն էր, քան որևէ իրավիճակ 2020 թվականի պատերազմի ընթացքում, այդ թվում նույնիսկ Շուշիի գրավումից հետո նոյեմբերի 8-ին 2020 թվականին։ Ոչ միայն պարզապես ավելի ծանր էր, մի քանի անգամ ավելի ծանր էր։ Հասկանում եք։ Եվ այդ իրավիճակից մենք ելք գտել ենք եւ հաղթական ելք ենք գտել։ Երբ որ այսօր բնականաբար ամեն ինչ անում են եւ դեռ անելու են, որպեսզի այս պատերազմի մասին հիշողությունը ջնջեն, առանց այդ էլ մի նորմալ չեն պահել, մինչև դեռ այս ամեն ինչը դրա մասին էի ասում։ Բայց հիմա փորձելու ընդհանրապես իսպար ջնջել, որպեսզի այս նոր սերունդները արդեն ամենանոր սերունդները եւ ապագա սերունդները, ով էլ գիտի մոռանա, ով էլ չգիտի այս լրիվ նոր սերունդներից, ընդհանրապես չի ման, որովհետեւ հասկանալի է, չէ, որ դա վկայություն է իրենց դեմ, այսօրվա ամբողջ քաղաքական կուրսի դեմ, որ հայը կարող է հաղթանակ տանել, պայքարել եւ հաղթանակ տանել, դա իրենց դեմ ամենամեծ վկայությունն է, ամենամեծ փաստարկն է։ Եվ փորձելու են անպայման ջնջել հայի հիշողությունից, որպեսզի արդարացնեն, որ հայը միշտ խեղճ ու կրակ, ճնշված, հարմարվող, յոլատանող պետք է ժողովուրդ լինի։ Որովհետև հայը եթե իմանա, որ ինքը կարող է հաղթանակ տանել, դա վտանգավոր է իրենց համար ու իրենց տերերի համար։ Իրենք ստորագրել են այդ օգոստոսի 8-ին, որ
Չէ՞ ռևանշիզմը պետք է բացառվի, ռևանշիզմ ասելով իրանք բնական որ բառից բուն իմաստով ռևանշիզմ չեն հասկանում, այդ ցանկացած հայի ձգտում ուժեղանալու պարզապես ուժեղանալու մեջքը ուղղելու, դա է նշանակում, չմտածեք որ իսկական ռևանշիզմի մասին է թեկուզ խոսքը։ Ամեն ինչ անել են որ ջնջեն, մենք հակառակը պետք է անենք եւ ոչ թե հակառակը պետք է անենք իրենցին ադու, այլ մեր խաթր եւ մեր երեխեքի խաթր։ Ես ասել եմ միշտ որ իմ կյանքի ամենակարևոր հիշողությունը, ամենակարևոր զգացողությունը, ամենակարևոր տպավորությունը կապված է այդ հաղթանակների հետ, երբ որ ես դեռահաս տղա էի 14-15 տարեկան եւ այդ հաղթանակների շարքն էր տեղում շատ ծանր իրավիճակից հետո իդեմ տեղի ունենում, դա ամենախորը տպավորությունն էր թողնում եւ դա իմ հոգեբանությունը եւ իմ նման շատերի, ես հիմա ցավոք սրտի մտածում եմ որ ինձ թվում է շատ շատերի, բայց երևի ոչ շատերի, բայց իմ նմանների հոգեբանությունը շատ կարևոր կետում փոխել է։ Ես համարում եմ որ ամեն գնով ոչ միայն մենք պետք է պահենք այդ հիշողությունը եւ չհրաժարվենք դրանից, այլև փոխանցենք մեր երեխաներին անպայման, որտեղ դա արմիակ այսպես առողջ հոգեբանություն ունենալու գրավականն է, որտեղ այն հասկանում եք մենք տեսել ենք մի բան, որը հայերի սերունդները չեն տեսել, չեն ապրել, ոչ թե մենք ենք կոտորվել, ոչ թե օրհասական կռիվ ենք վարել, չգիտեմ մեր հերոսները մինչև վերջ կռվել են, բայց ստիպված նահանջել են, ինչպես մեր պատմության մեջ շատ դրվագներ կամ այնպես ինչպես մեզ փոխանցվում է, ոչ թե մեր քաղաքներն են մտել ու կոտորել, գրավել, ավիրել, ոչ թե անընդհատ նույնիսկ եթե հաղթանակներ, ապա պաշտպանական sense վերջին sense հույսի հաղթանակներ, այլ իսկական, այսինքն մենք ենք մտել իրենց քաղաքներ, հասկանում եք, մենք ենք մտել իրենց տարածքներ, մենք ենք հաղթել, մենք չենք եղել զոհի կարգավիճակում, իրենք են այդ զոհի հոգեբանության մեջ մտել, հասկանում եք, մենք սա տեսել ենք շատ վերջի, չգիտեմ, տասնամյակների, դարերի նույնիսկ ընթացքում հայերի շատ քիչ սերունդներ, եթե ընդհանրապես որևէ սերունդ կա, որ նման բան տեսել ու ապրել է, եւ մենք անպայման դա պետք է այդ փորձը, տեսածը փոխանցենք մեր սերունդներին, որ դա հնարավոր է, որ սա եւ ոչ միայն հնարավոր, դա է նորմալը եւ ոչ թե այն ինչ որ իրենց էլի այսօր փորձելու են ներշնչել թուլությունը, խեղճությունը, այդ անընդհատ մեզ կոտորեցին, չգիտեմ ինչ արեցին, մեր քաղաքները գրավեցին, չէ, մենք էլ ենք դա արել, մենք էլ ենք կարողացել գրավել, մտնել իրենց քաղաքները, իհարկե պաշտպանվելով, դա ագրեսիա չի եղել, իրոք չի եղել, դա մեր պաշտպանության նվազագույնն է եղել, բայց մենք դա տեսել ենք, կարողացել ենք եւ դրանից ավելի լավ, բայց նաեւ դրանից ավելի առողջ զգացողություն եւ հիշողություն չի կարող լինել մարդու կյանքի մեջ, որտեղ պարտվածի թույլի խեղճի հոգեբանությունը առողջ չի կարող լինել ոչ անհատի համար, ոչ ազգի համար, զոհի հոգեբանությունը առողջ երբեք չի կարող լինել։ Առողջը հաջողության հասածի, հաղթանակացի հոգեբանությունը, ուժերի հոգեբանությունն է, աշխարհը ճիշտ տեսնողի։ Եթե մենք մեր երեխաներին չկարողանանք դա փոխանցել, մենք չենք կարողանա իրական անկախ Հայաստան կառուցենք, որտեղ անհնար է այդ հոգեբանությամբ անկախ Հայաստան կառուցել։ Անկախ պետություն կառուցելու համար հաղթողի ուժեղի հոգեբանությունն է պետք, զգացողությունն է պետք։ Եվ այս առումով շատ կարևոր է որ մենք հիշենք, հիմա չգիտեմ ես ոնց որ երկարում արդեն այս խոսակցությունը, բայց միևնույն է պետք է ասեմ։ Մյուս կարևոր բանն էլ որ ուզում եմ շեշտեմ, մինչև նույնիսկ էլի մենք կտեսնենք արդեն բուն նաև շարադրանքից ժամանակագրությունից դեպքերի։ Բնականաբար այդ ամբողջ պատերազմի ընթացքում 91-ից 94 եւ սկզբում եւ մեջտեղում եւ վերջում եւ երբ որ պարտվում ենք եւ երբ որ հաղթում ենք, երբ որ նահանջում ենք եւ երբ որ գրոհում ենք, առավելությունը քանակական առավելության մասին է իհարկե խոսքը, միշտ եղել է Ադրբեջանի կողմը, ամեն պահ, ամեն րոպե, ամեն վայրկյան, ոչ մի վայրկյան քանակական առավելություն հայերը չեն ունեցել։ Եվ խոսքը ոչ թե սովորական քանակական առավելության մասին է, խոսքը ոչ թե ասենք 2 անգամ առավելության մասին է, խոսքը ընդհանուր մինչև 5, 6 եւ ավելին անգամ առավելությունների մասին է։ Թվեր կան տարբեր, հիմա ես չգիտեմ դրանցից որն է առավել ստույգ, որը ոչ, տարբեր աղբյուրներում տարբեր թվեր կան, խոսքը եւ տեխնիկայի մասին է, ասենք չգիտեմ տանկեր, հրետանի, զրահամեքենաներ են, ել չեմ ասում օթուժում ընդհանրապես բացարձակ գերակայություններ իրենց մոտ։ Բայց նույնիսկ ասենք ցամաքային տեխնիկա վերցնում ենք, ընդհանուր մինչև 5-6 անգամ առավելություն, լավ դեպքերում 3 անգամ։
Սա քանակական առողջության մասին եմ խոսում, ոչ մի վարքյան այլ կերպ չի եղել այդ պատերազմում, հասկանում եք, եւ երբ որ այսօր մարդիկ փորձում են պատերազմի երևույթը դրա արդյունքները բացատրել բարձին չոր թվաբանությամբ, քանակական առողջությամբ, դե կներեք, չի մե դե մի կողմ թողած, որ դուք ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեք, այսինքն դուք պատմությունից համաշխարհային տեղյակ չեք, ռազմական գրականությունից տեղյակ չեք, որտեղ ոչ մի տեղ տենց բան չկա, որ քանակական առողջությունը վճռորոշ է։ Իհարկե ինքը իր դեր ունի, բայց ինքը միակ գործոնը չի պատասխանում, մեր փորձն է, մենք մեր աչքերով ենք դա տեսել, որ դա հնարավոր է հաղթահարել։ Տարբեր այլ գործոններով, որտեղ քանակականից բացի հոգեբանականը կա եւ ես կասեի ամենակարևորը կազմակերպվածությունը եւ քաղաքական ճիշտ առաջնորդումը պատերազմի, ռազմավարական ճիշտ առաջնորդումը, թեպետ առաջնորդումը պատերազմի sense եթե ամփոփենք։ Դա գերեւի թե ամենավճռականն է բոլոր տարբեր գործոններից։ Բացի քանակական առավելությունից, դե լավ, այդ մյուսը ասացի, որ նաեւ իրավիճակը ելակետային։ Այսքանով ոնց որ թե այս ներածական մասը վերջացնենք, դա բայց ներածական ասելով, սա ներածական չէ, սա թեմայի ամենակարևոր կարելի ասել ընդհանրացումներն են։ Հիմա ուզում եմ ասեմ բուն ժամանակագրությանը եւ հնդածս էլի այդ ժամանակագրությունը ներկայացնելուց հնդածս էլի մենք շատ կարճ ընդհանրացումներ, ամփոփումներ կանենք։ Ինչից որ պահից կարելի է համարել արդեն պատերազմը սկսած, հաճախ հենց 91 թվականից են հաշվում, չնայած իհարկե մինչև էդ էլ արդեն եւ բախումներ են եղել, այդ զինված բախումներ 90 թվականին ու Երասխավանի դեպքերը եւ այլն, բայց ես էլ կարծում եմ, որ 91 թվականի գարնանից սկսելը ճիշտ է եւ այստեղ շատ հետաքրքիր է, որ ինչից եւ ում է սկսվում պատերազմը։ Այդ պատերազմը սկսվում է մի կողմից հայ կամավորական ջոկատներն էին, այն ժամանակ դեռ բանակ չկար 91 թվականին կամավորական ջոկատներ կային Հայաստանում եւ Արցախում եւ նրանց դեմ սովետական բանակներ, այսինքն ավելի պարզ լեզվով ասած ռուսական զորքը եւ ռուսական զորքին ուղեկցում էր որպես այսպես ասած օժանդակ զորամիավորում արդեն այդ ժամանակ ասում էին օմոն ռուսերեն այդ ադրատ միլիցիա ասովոր նազначение հայերեն չեմ հիշում ոնց էին դրան ասում կարճ ասած հատուկ ոստիկանական ուժեր ադրբեջանական բայց բուն կռիվը սկսվում է որպես հայերի եւ սովետական զորքի բախում հայտնի օղակ կամ գոլցո ռուսերեն օպերացիան է հեսա մի երկու բան դրա մասին կասեմ իհարկե բոլորդ լսել եք բայց այստեղ էլ բաներ կան որ մեծ հաշվով ասենք ոնց որ չհիշվեն հիմա խոսում եմ մենակ Գետաշեն Մարտունաշենի մասին բայց դա շատ ավելի լայն գործողություն էր մինչև այդ գործողության սկսելը իդեպ արդեն փագել էին նաև Հայաստանի եւ Արցախը կապող ճանապարհը Լաչինի ճանապարհը եւ փագել էին էլի Ղարաբաղի ռուսական կառավարիչ այնտեղ մենք չենք խոսել այս թեմայի մասին չենք ասել բայց Արցախում տարբեր կառավարման ուրեմն ֆորմաներ են եղել այդ թվականներին եւ դրանցից մեկը եւ վերջինը կարծեմ այսպես կոչված Պոլյանիչկոյի այդ ռեժիմն է, այսինքն որը ռուս ուրեմն սովետական միության ներկայացուցիչներ, կենտրոնի ներկայացուցիչներ, փաստացի Արցախի ռազմական դիկտատորը հակահայկական քաղաքականությամբ եւ արդեն մինչեւ այդ ուրեմն 91 թվին այդ օղակ օպերացիա սկսել արդեն ճանապարհներ փակել էին, այսինքն Արցախի եւ Հայաստանի միջև կապը հենց այդ դիկտատուրայի հրամանով այսինքն այստեղ արդեն որոշակի անալոգիաներ կարող եք տեսնել մեր տեսած դեպքերի հետ եւ որն էր այդ օղակ օպերացիայի իմաստը, ինչի դա ընդհանրապես սկսվեց։ Նու քաղաքական կոնտեքստը նախ քանի որ Հայաստանը այդ ժամանակ արդեն գնում էր դեպի անկախություն, իսկ Ադրբեջանը ուրեմն փորձում էր խաղալ այդ ժամանակ ասենց լոյալ դիրքերում, որ իրենք սովետական այդ միությանը լոյալ էին, սա նաեւ որոշակի պատիժ էր հայերի նկատմամբ սովետական միության կողմից եւ իմաստը օպերացիա ըստ էության Արցախի եւ շրջակա տարածքների հայերով բնակեցված շրջակա տարածքների Շահումյանի շրջանը այդ Գետաշեն Մարտունաշենը դա Խանլարի շրջանն էին մտնում բայց Շահումյանի շրջանին անմիջապես սահմանակից են հայաթափումներ ըստ էության բառացի բաց կերպով հայաթափումներ դա իհարկե այլ անուն ուներ այդպես չէին ասում մենք եկել ենք հայերին այստեղից հանենք բայց փաստացի դա էր տեղի ունենում Պաշտոնապես դա
անձնագրային ռեժիմի ստուգումներ, այսինքն ստուգում էին, որ այդ գյուղերում ուրեմն չլինեն Հայաստանից եկածներ, այսպես այն ժամանակ ասում էին գրոհայիններ, բայվիկի արմյանսկի ռուսները ասում էին, որն էր դրա հիմնական բանը, այսպես ասած, մոդելը։ Գալիս էր սկզբում սովետական զորքը, շրջապատում էր տվյալ հայկական գյուղը, սկսում էին ուրեմն այդ անձնագրային ստուգումներ անվան տակ բնակչության նկատմամբ բռնություններ, սպանություններ, չգիտեմ, կտանքներ եւ այլն, հետո մտնում էր դրանից հետո ադրբեջանական այդ օմոն կոչվածը եւ շարունակում էին այդ նույն ոճով եւ հետո բնակիչներին մեծ հաշվով պահանջ էր ներկայացում, որ այսին ժամանակվա ընթացքում պետք է լքեք այս գյուղը, պարզապես պետք կապ չունի Հայաստանից եք, որտեղից եք, տեղացի եք, ստորագրում եք, գյուղը լքում եք։ Եվ այդպես ուրեմն այդ ընթացքում դա մոտավորապես 91 թվականի ապրիլ, մայիս եւ հետո էլի շարունակվում է այդ ընթացքում միայն ապրիլ-մայիսի ընթացքում կարծեմ մինչեւ 18-19 հայկական գյուղ Արցախում եւ շրջակա տարածքներում հայաթափվեց, դրանցից երկուսը Գետաշենը եւ Մարտունաշենը, որոնք Լեռնային Ղարաբաղի մաս չէին, ինքնավարության մաս չէին, Խանլարի շրջանում էին, բայց բացի այդ հենց բուն Լեռնային Ղարաբաղի այդ ինքնավար մարզի այդ ժամանակվա տարածքում կամ նախկին ինքնավար մարզի տարածքում 13 գյուղ Հադրութի շրջանում, 3 գյուղ կարծեմ Շուշիի շրջանում, այս ամբողջը մենակ այդ երկու ամսվա ընթացքում, այսինքն դա Արցախի հայաթափումն էր եւ հետո շարունակվում է արդեն ամռան ընթացքում 91 թվականի նույն ձևով հայաթափվում է նաեւ Շահումյանի շրջանի, դա էլի լղիմ տարածք չէր, Մարտակերտի շրջանին անմիջապես սահմանակից հյուսիսից, երևի գիտեք, նաեւ այդ շրջանի ոչ բոլոր գյուղերն են հասցրել, բայց մի քանի գյուղ նույն այդ ուրեմն ոճով էլի հայաթափել են, այսինքն սա արդեն 20-ից անցնում է թիվը։ Եվ այդ ժամանակ եղան ներխուժումներ, նաեւ դա էլ 91 թվականի գարունն էր, նաեւ Հայաստանի բուն տարածք ոսկեպարում եղան նույն սցենարով դեպքեր, եւ էլի տեսնում եք, որ ծանոթ իրավիճակներ, ծանոթ ուրեմն գործելավոճ, ծանոթ մոդելներ, եւ այնտեղ են մեծ զոհեր եղան, այդ թվում հայ ոստիկաններ մահացան, շատ իմաստներով մեր տեսած դեպքերը հիշացնող, ուրեմն ճանապարհը փակում են, Արցախը եւ Հայաստանը կապը ռուսական զորքն է մի կողմից, ճիշտ է, այստեղ ռուսական զորքը ավելի ակտիվ դերում է, ինքն է հենց այդ ռուսական զորքն է հայաթափում Արցախը, եւ մյուս կողմից ուրեմն զինված ադրբեջանցիները այդ բանի հատուկ ջոկատայինների անվան տակ եւ Արցախի հայաթափում, եւ այս process-ը ինչքան կշարունակվեր հայտնի չի, եթե չլինեին սովետական միության մեջ հայտնի դեպքերը, երբ որ օգոստոսի 91 թվականի հեղաշրջման փորձ եղավ սովետական միության մեջ, դա ճնշվեց եւ դրանից հետո ըստ էության սովետական միությունը սկսեց գահավիժել։ Կենտրոնական իշխանությունը սկսեց թուլանալ շատ արագ կերպով եւ փլուզվել եւ մինչեւ դեկտեմբեր, մինչեւ տարվա վերջ, օգոստոսից մինչեւ տարվա վերջ սովետական միությունը վերացավ եւ այդ վերացում եւ այդ կոնտեքստում էր, որ արդեն այս գործողությունները, այսինքն Արցախի սկսված հայաթափումը, որը պետք է ենթադրել, որ պլանավորված էր ավարտել հենց ամբողջական հայաթափմամբ, իհարկե ես չեմ կարող սա հիմա միանշանակ պնդել, բայց նման ուրեմն վարկած կա եւ տրամաբանական է թվում նաեւ։ Դա կանխվեց, որովհետեւ սովետական միությունը պարզապես փլուզվեց եւ սա այն առաջին ամենածանր երևի ճգնաժամային իրավիճակներից էր, որ մենք պատերազմում ապրել ենք եւ մեծ հաշվով ձախողման պարտության եզրին ենք առաջին անգամ հայտնվել, բայց այստեղ հանգամանքները ավելի շատ, այս դեպքում հանգամանքները մեզ օգնեցին, իհարկե ասեմ, որոշ այդ գյուղերում, որոշ դեպքերում եղել են եւ դիմադրության փորձեր եւ Շահումյանի շրջանում նաեւ որոշ գյուղերում դրանք հաջողությամբ են ավարտվել, բայց հիմնականում իհարկե ուժերը շատ անհավասար էին, որովհետեւ չկար ոչ մի կազմավորված հայկական բանակ, դիմացը սովետական բանակն էր եւ դրան գումարած ուրեմն թուրքերը, եւ սա պատերազմի սկիզբն է։ Ուրեմն երբ որ արդեն այս սովետական միության փլուզման process-ը գնում է, արդեն 91 թվականի աշնանը եւ աստիճանաբար նաեւ 91-ից մինչեւ 92 թվականի սկիզբ
ռուսական զորքը սկսում է հեռանալ Ղարաբաղից, բնականաբար այդ դիկտատուրան էլ այսպես ասած վերանում է եւ ռուսական այս զորքի սովետական զորքի գործոնը մեջտեղից դուրս է գալիս, սկսում է հաջորդ փուլը պատերազմի։ Այդ փուլը սկսվում է 91 թվականի աշնանից եւ ավարտվում է 92 թվականի մայիսին Շուշիի ազատագրմամբ։ Շուշիի ազատագրման մասին իհարկե բոլորս լսել ենք, բայց դա այսպես ասած ավարտն ու գագաթնակետն էր մի մեծ փուլի, մի մեծ շրջանի, որովհետև մենք պետք է պատկերացնենք, երբ որ ասում են ելակետային դիրքերի մասին, այստեղ հատկապես պետք է պատկերացնենք, որ այդ շրջանում 91 թվականի աշնան դրությամբ, երբ որ սկսվում է այս նոր փուլը պատերազմի եւ կտեսնենք, որ դրա իմաստը էր, որ հայկական ուժերը աստիճանաբար բնակավայր առ բնակավայր, հենակետ առ հենակետ Արցախը սկսում են մաքրել ուրեմն ադրբեջանական այդ կենտրոններից, ֆորպոստներից, իսկ դրանք շատ էին, այսինքն մենք պետք է պատկերացնենք, որ այդ ժամանակ Արցախում կային բավականին շատ թվով, այսպես ասենք, բնակավայրեր ադրբեջանցիներով, թուրքերով բնակեցված եւ դրանք բոլորը վերածված էին ռազմական հենակետերի բնականաբար եւ բացի այդ կային այդ 18 հայաթափված գյուղերը, որոնք նույնպես վերածում էին թշնամու հենակետերի եւ առաջնային խնդիրը սրանց աստիճանաբար ազատագրումն էր եւ Շուշին դրանցից ամենախոշորն ու ամենամեծն էր, բայց մինչեւ Շուշի հասնելը կային այդ բազմաթիվ տարբեր Արցախի տարբեր ընդ որում հատվածներով սփռված ռազմական կետեր եւ միաժամանակ բնակավայրեր եւ պետք է էլի հիշենք, որ Հայաստանի հետ ուրեմն կապ գոյություն չուներ, կար միայն օդային կապ ուղղաթիռները, որը ինքնին շատ վտանգված էր բնականաբար, ցամաքային կապ չկար, Լեռնային Ղարաբաղի ուրեմն գյուղերի մի մասը, ինչպես տեսնում ենք, հայաթափված էր, ընդ որում էլի տեսեք տարածքային առումով որ վերցնենք, նորից Հադրութի շրջանը առաջնային սկսել են հայաթափել, Շուշիի շրջանը առաջնային սկսել են հայաթափել, այսինքն էլի նույն մեծ ծանոթ տրամաբանությամբ առաջի փուլով, այդ տեղից են հարվածները սկսել եւ բազմաթիվ ռազմական հենակետեր ադրբեջանցիների ուրեմն այդ տարածքում եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական եւ ռազմավարական կենտրոնը, գերիշխող կենտրոնը Շուշին նույնպես թուրքերի ձեռքն էր եւ ինչքան ավելի սա ծանր եւ անելանելի 4 կողմից շրջապատված եւ այդ նույնիսկ քո տարածքի մեջ թշնամու բազմաթիվ հենակետերով ինչքան ավելի ծանր ելակետային պայման է սա, քան որևէ պահ այս մեր տեսած պատերազմում եւ բանակ չկա։ Ճիշտ է, իրենք էլ դեռ կազմավորված բանակ չունեն, դա էլ պետք է ասենք, բայց ամբողջ քանակական առավելությունը ամեն ինչը իրենց կողմն է։ Այսա մի պահ պատկերացրեք եւ հասկացեք մենք ինչից ենք սկսել եւ ինչին ենք հասել եւ ինչից ենք բողոքում եւ համարում անլուծելի եւ անելանելի, բայց այս իրոք անելանելի վիճակից մարդիկ կարողացել են շնորհիվ իրենց կազմակերպվածության, կամքի եւ ուղեղի ելք գտնել։ Եվ սկսվում է ուրեմն այս փուլը, ես հիմա բարձր չեմ մանրամասնի, որպեսզի կարողանանք անցնել առաջ, արդեն եւ սեպտեմբերին Շահումյանի շրջանի գյուղերն են ազատագրվում, հոկտեմբերին ամենահայտնի օպերացիաներից Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրումն էր, սա առաջին խոշոր մեծ անուն անած հաղթանակներից էր հայկական այդ պատերազմում, երևի թե հիմա մոռացված, նոյեմբերին էլի Հադրութի եւ Մարտունի շրջանում են ուրեմն թշնամանական հենակետեր ոչնչացվում եւ ազատագրվում տարածքներ, դեկտեմբերին արդեն գալիս են Ստեփանակերտի մատույցներում են տեղել կային թուրքական գյուղեր, որոնք հենակետերի են վերածված, Մարտակերտի շրջանում են սկսվում գործողություններ, 92 թվականի հունվարին արդեն շատ կարեւոր ուրեմն կետեր այդ կրկժան կոչված բնակավայրը այն Ստեփանակերտի մեջ կամ Ստեփանակերտին կպված, դա էլ թուրքական բնակավայր էր եւ թուրքական հենակետ էր։ Դա այն ուրեմն մերոն կարողանում ճնշել, հետո արդեն նորից ուրեմն փետրվարին արդեն էլի բացի տարբեր կետերից ամենակարևորներից մեկը լսել եք արդեն Խոջալուն, որը կրկժանը եւ Խոջալուն Շուշիից բացի այդ վերջին ամենախոշոր արդեն կետերն, այսինքն սկսում են համեմատաբար ավելի տենց հեռավոր ծայրամասային կետերից, հետո գալիս են ավելի կենտրոնական եւ արդեն խոշոր հենակետերը Կրկժանը, Խոջալուն եւ դա արդեն նախապատրաստում է հնարավորություն է տալիս վերջին եւ ամենակարևոր հենակետի նկատմամբ գործողությունների Շուշիի ազատագրման գործողության, մինչեւ մայիս էլի տարբեր ուրեմն տեղերում Արցախի ռազմական գործողություններ իրականացում են հիմնականում հայերի օգտին, լինում են նաև իհարկե թուրքերի կողմից գործողություններ, հիմա դրանց չանդրադառնանք եւ ավարտվում է այս փուլը արդեն ձեզ հայտնի
Շուշիի ազատագրմամբ մայիսին եւ դրան անմիջապես հետեւած արդեն Լաչինի ուրեմն գործողությամբ, երբ որ այդ ցամաքային կապը Հայաստանի եւ Արցախի միջեւ վերականգնվում է, Շուշիի ազատագրումից հետո արդեն Լաչինի օպերացիան ինքը շատ ավելի այսպես հեշտ է անցնում, որտեղ հոգեբանությունը կոտրվում է ադրբեջանցիների այդ զինված ուժերի կամ զինված խմբավորումների, գուցե ասենք այդ ժամանակ, եւ արդեն այդ գործողությունը շատ ավելի հեշտ է անցնում եւ վերականգնվում է ցամաքային կապը։ Ճգնաժամային իրավիճակից հետո 91 թվականին սա առաջին արդեն, այսպես ասած, հայկական հաջողությունն էր եւ շատերին այն ժամանակ թվում էր, որ սա կարելի է ասել, թե պատերազմի ավարտը կամ պատերազմի նույնիսկ հաղթանակ էին ընկալում։ Մարդիկ, որտեղ ըստ էության նախկին այդ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը մեծ մասը, ոչ ամբողջը, մնացին այնտեղ դեռ տարածքներ, նույն Հադրութի շրջանում, որոնք հետագայում են ազատագրվել միայն։ Մեծ մասը մաքրվում է, ազատագրվում է եւ հաստատվում է հայկական ուրեմն վերահսկողություն եւ հատկապես գլխավոր կենտրոնը Արցախի Շուշին ասում է հայկական վերահսկողության տակ։ Սա դեռ իրականում պատերազմի սկիզբն է, դրա համար երբ որ մեր մոտ նաև տարիներ շարունակ Շուշիի ազատագրումն են միշտ նշելու, շեշտել որպես այդտենց հաղթանակի խորհրդանիշ, բայց դա սկիզբն էր ընդհանրապես պատերազմի եւ Շուշիով պատերազմը ոչ չի ավարտվել, ոչ էլ նույնիսկ հաղթվել է, որտեղ բառացիորեն դրանից 1 ամիս անց հունիսին սկսվում է ադրբեջանական մեծ հարձակումը։ Եվ դա սկսվում է նրանից հետո, երբ որ Ադրբեջանը մեծ քանակով զենք է ստանում արդեն նորակազմ Ռուսաստանից, դե այնտեղ ֆորմալ իմաստով այդպես էր, որ նախկին ուրեմն Ադրբեջանում եւ Հայաստանում էլ տեղակայված էին սովետական այդ զինուժի տարբեր բանակներ, այլ 4-րդ բանակներ կարծեմ Ադրբեջանում, Հայաստանում արդեն որ անկեղծ ասեմ, չեմ հիշում, որ 3-րդ բանակներ։ Մի խոսքով, դրանք ի սկզբանե օբյեկտիվորեն Ադրբեջանում տեղակայված բանակ ավելի շատ զենք ուներ, հիմա այդտեղ օբյեկտիվն են եւ ստանում են իրենք ուրեմն այդ զենքը եւ ստանում են մեծ քանակի զենք, շատ ավելի մեծ էլի թվերով որ նայում ենք, այն ինչ որ նույն ժամանակ Հայաստանը ստացավ, դա էլի մի 3-4, մինչև 5 անգամ ավելի քիչ էր, քան ինչ որ Ադրբեջանը ստացավ։ Ադրբեջանի այդ ժամանակվա նախկին պաշտպանության նախարար, հիմա ցավոք սրտի ազգանունը չեմ հիշի, Ռզաև կարծեմ, ինքը ուղիղ նաև վկայում է, որ դե մեր մոտ սիրում են ասել Վազգեն Սարգսյանը Գրաչովի հետ լավ էր, Գրաչովը մեզ զենք է տալիս, նույնը իրենք են պատմում։ Եվ այդ Ռզաևը, եթե չեմ սխալվում, Ռզաև։ Ինքն էլ է վկայում, ասում է, քանի որ ես Գրաչովի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ես իրանից կարողացա շատ ավելի մեծ քանակի զենք ստանալ, քան նույնիսկ որ ուրեմն Ադրբեջանին հասնում էր, ինքն է դրա մասին պատմում։ Բացի զենքից, սա այն ժամանակ հայտնի փաստ էր եւ նրանք ովքեր այդ ժամանակ մասնակցել են պատերազմին կամ հիշում են, կարծում եմ կհաստատեն, որ ոչ միայն զենքը, այլև հենց առաջի գործողություններին եւ առաջի հարվածը Շահումյանի շրջանի ուղղությամբ էր եւ շատ արագ կարողացան Շահումյանը գրավել 3 օրում թուրքերը Շահումյանի շրջանը եւ այդտեղ մարտերին սա բան չի, ինչ որ միֆական բան չի, անմիջապես մասնակցում էին ռուս տանկիստներ եւ ռուս զինվորականները, որովհետեւ հավանաբար նաեւ այդ թուրքերը տանկ քշել չէին կարողանում կամ չգիտեմ ինչի, համենայն դեպս Շահումյանի օկուպացիային ռուսները մասնակցել են, սրա մասին բազմաթիվ վկայություններ կան եւ ես կարծում եմ վկայությունները ճշգրիտ են, ինչ եմ սա շեշտում, որովհետեւ դե մեր մեջ մինչեւ հիմա տարածում են, չէ, այդ պատկերացումը, որ դե այդ մենք չէինք ռուսները մեզ զենք տվեցին, ռուսները նենց արեցին, որ կրեցին, այդպես չէր, որ հիշում է այդ պատերազմի ժամանակագրությունը, ականատեսի այսպես ասած բանով, բոլորն էլ հիշում են, որ այդ չի եղել, որ միանշանակ ռուսները հայերի կողմից են եղել կամ Ադրբեջանի կողմից են եղել։ Ռուսները այդ կռվին միջամտել են տարբեր փուլերում, չգիտեմ, զենք են տվել եւ մեզ եւ իրանց, տարբեր քանակի, բայց իրենց միշտ ավելի շատ է հասել եւ շատ մենք էլի կտեսնենք իրավիճակներ, որտեղ Ռուսաստանի գործոնը հօգուտ Ադրբեջանի է գործում եւ սա էլ ակնհայտ դեպքերից մեկն է։ Շահումյանի գրավումից հետո իրենք նաեւ մտնում են Մարտակերտի շրջան, Մարտակերտ քաղաքն են գրավում, երկու կողմից են այն ժամանակ մտնում, որտեղ եթե քարտեզը պատկերացնենք, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը բացի այդ Լաչինի ուրեմն շրջանից, որը նոր էր ուրեմն ազատագրվել, ինքը ամբողջությամբ դեռ շրջապատված է Ադրբեջանով, այսինքն Քելբաջարը, Աղդամը, չգիտեմ, մյուս բոլոր շրջանները
մեր վերահսկողության տակ չէին, դրա համար նույն Մարտակերտ իրենք երկու կողմից հանգիստ մտնում էին եւ արևելքից եւ արևմուտքից Քելբաջարի շրջանից եւ այդտեղ ծավալվում են մարտեր, Մարտակերտի շրջանի զգալի մասը իրանք նույնպես շատ արագ եւ միանգամից այդ Մարտակերտ քաղաքը գրավում են, հետո հուլիսին լինում է մի հատ հայկական հակահարված, որոշակի հաջողությունների մերոնք հասնում են, Մարտակերտ քաղաքը չեն հետ վերցնում, բայց մատույցներին են հասնում, բայց օգոստոսին նորից մի նոր ադրբեջանական հարվածով նորից մերոնք նահանջում են, լուրջ բավականին պարտություն են կրում եւ սեպտեմբերի սկզբի դրությամբ 92 թվականի նախկին ուրեմն այդ լղիմ տարածքի, Լեռնային Ղարաբաղի տարածքի մինչև 50%-ը գրաված էր ադրբեջանցիների կողմից, ադրբեջանցիները հասել են ընդհուպ մինչև Վանք գյուղը, չեն գրավել, բայց հասել են որտեղ Կանզասարի վանքներ, այսինքն Մարտակերտի շրջանի գրեթե ամբողջությամբ գրաված էր, փախստականներ իհարկե այդտեղից նաև շատ մեծ քանակի Շահմյանի շրջանը գրաված էր եւ նաև Ասկերանի շրջանում էլ որոշակի հաջողություններ ունեցան։ Դրանից հետո այդ հյուսիսային ուղղությամբ որոշ չափով եւ որոշ ժամանակով համեմատակաբար իհարկե գիծը ճակատի կայունանում է, բայց անընդհատ մարտեր աշնան ընթացքում տեղի ունենում, բայց արդեն ոչ այդքան մեծ վճռական արդյունքներով լինում են մերոնց հակագրողներ, իրենց գրողներ, գյուղեր կան, որ մի քանի անգամ ձեռքից ձեռք են անցել այդ տարածքում, այդ ուրեմն Մարտակերտի շրջանի եւ այդ Ասկերանի շրջանի այդ սահմանային, ասենք կամ Մարտակերտի շրջանի հարավային այդ բանում, Խաչեն գետից մի քիչ վերև, բայց աշնանը նաեւ ուրեմն թուրքերի գործողության ուղղությունն է գլխավոր փոխվում, մի պահ նրանք սկսում են Լաչինի Միչանսկի նկատմամբ ուժեղ գրող, դա պետք է որ չսխալվեմ 92 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ այստեղ էլ սկզբնական շրջանում լուրջ հաջողությունների են հասնում եւ հյուսիսից են գրողում եւ հարավից են գրողում, սեղմում են ըստ էության մի պահ Լաչինի Միչանսկը ուղղակի մազի վրա է կախված լինում, գրեթե գրավում են իրենք, բայց կարողանում են այդուհանդերձ մերոնք ուժերը վերադասավորել, հակագրոհել եւ այդ վտանգը չեզոքացնել, բայց այդ ընթացքում վտանգը իրոք շատ լուրջ էր եւ շատ ճգնաժամային իրավիճակ էր։ Շատ ակտիվ արդեն գործողությունները հետագայում շարունակվում են մինչև 93 ոչ թե շատ ակտիվ են շարունակվում, այլ գործողությունները շարունակում են ռազմական մինչև 92-ի վերջ, բայց արդեն այդպիսի խոշոր հաջողությունների փուլը ադրբեջանցիների անցնում է, մերոնք էլ շատ խոշոր առաջխաղացումներ չեն ունենում, ավելի sense տեղական բնույթի մարտեր են կամ ինչպես ասում են դիրքային պատերազմ ավելի շատ, հա, պոզիցիոն, այսինքն քիչ թե շատ կայունանում է, համեմատաբար կայունանում է ռազմաճակատը։ Հիմա այս շրջանը երկրորդ շատ ծանր եւ ճգնաժամային շրջանն էր այդ պատերազմում, որի մասին էլի շատերը մոռանում են։ Նորից եմ ասում, Լեռնային Ղարաբաղի 50%-ը գրավված էր, 4 կողմից գրեթե բացի Լաչինի Միչանսկից շրջապատված էր Ադրբեջանով։ Ու ուժերի անհավասարության մասին նույնիսկ ավելորդ եմ համարում հիշատակել, այդքան դա ակնհայտ է։ Մի հատ այդ նեղ Լաչինի Միչանսկ էնել վտանգի տակ։ Եվ սա տևում է ամիսներ։ Սա մի օր չի տևում, երկու օր չի տևում, նահանջներ, պարտություններ, ուրեմն շատ ծանր իրավիճակ մարտեր, տարածքային կորուստներ, փախստականներ եւ բնականաբար իդեպ այդ ամեն ինչի ֆոնին այնպես չէր որ Հայաստանում բոլորը sense մի հոգու նման կանգնած ասում են այո մեկ մենք պետք է դիմանանք հաղթենք, ոչ բնականաբար այդ ֆոնին նաեւ ընդդիմության հանրավակներ են լինում, խոճապ է նաեւ լինում, պարտվողական տրամադրություններ են լինում եւ հասարակության մեջ եւ զինվորականության մեջ, հասկանում եք, այդ ամեն ինչը լինում է, բայց այդ ամեն ինչին մարդիկ կարողացել են դիմանալ ամիսներ, չեն ասել դե վերջ էլ շանս չկա, եկեք հանձնվենք գոնե այն մի փոքր հատվածը փրկենք, չէ, այդ տրամաբանության չեն գնացել, որով մենք գնացել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին, գնացել են այլ տրամաբանության։ Իհարկե, եթե այսօրվա հայոց իմաստունները ներկա լինեին այդ իրավիճակում, իրենք դատապարտելու են այդ մարդկանց, որոնք այդ իրավիճակում փորձել են շարունակել դիմադրությունը եւ համարում են, որ դա բացարձակ, այսպես ասած, խելագարություն է եւ այլն, ոչ, հենց դա միակ ռացիոնալ ելքն էր եւ փորձը ցույց տվեց, որ դա ռացիոնալ ելքն էր, որտեւ դիմադրությամբ, կամքով, կազմակերպվածությամբ հնարավոր եղավ այդ ճգնաժամից դուրս գալ։ Եվ դա տևեց ամիսներ, բայց դրանից հետո այդ դիմադրությունը, այդ կամքը տվեց
իր արդյունքները արդեն 93 թվականին, ինչի եմ հիշատակում, որտեղ հեսա մենք 93 թվականին, երբ որ անցնենք խոսելու ենք հաղթանակների մասին, եւ մարդիկ դա են հիշել, եւ նույնիսկ այսօր օրինակ ասենք կան մարդիկ, որ նոր սերունդից էլ մեծ խոսում են, հա դա այդ ժամանակվա կռիվը ինչ էր, այնա պատում էր ես իմ ինչ Օհան պապին մի հատ sense կամազով մտնում էինք Թուրքի գյուղ, թուրքերը sense բաներով փախնում էին։ Այո, մի պահ արդեն հասել էինք նաև դրան, որ կարող է էշով մտնել գյուղ, պատկերավոր եմ ասում, թուրքերը փախնեին, բայց դրան հասել ենք ինչու եւ ինչով, որտեղ եղել է դիմադրություն, հետո եղել են ծանր մարտեր, հետո եղել են էլի գործողություններ եւ մենք կարողացել ենք հասնել նրան, որ հոգեբանությունը եւ կազմակերպվածությունը թշնամու զինված ուժերի ինքը եւ նաեւ քաղաքական իրակայունությունը կարողացել են խախտել, դա հենց այնպես չի լինում, դա գին է ունենում։ Երբ որ դու կամ քեզ ցուցաբերում, դիմադրում ես, այո, դիմացինի համակարգերը սկսում են փլուզվել եւ զինված ուժերը եւ քաղաքական համակարգերը այդպես է լինում։ Բայց դա չի եղել, դա թուրքը ուղղակի փախնում էր, դա հեքիաթ է, հեքիաթ, հիմար հեքիաթ, որը մարդիկ իրենք պատմում են, իրենք էլ հավատում են։ Ուրեմն գանք 93 թվականին, 93-ի սկզբից արդեն փետրվարին առնվազն եւ հունվարի վերջից էլ կարծեմ սկսում են արդեն մի փոքր ավելի խոշոր հակահարձակողական արդեն գործողությունները մերոնց կողմից, առաջինը հենց Մարտակերտի շրջանում փետրվարին մոտ, չգիտեմ, չեմ հիշում, կարծեմ մի 13 գյուղ մոտավորապես իմ հիշելով, հիմա կարող է այդ թվի մեջ էլ սխալվեմ, ազատագրվում է, բայց հետագա գործողությունները չեն շարունակվում այդ նույն ուղղությամբ ամբողջ Մարտակերտի շրջանի ազատագրման, որովհետև հիշատակեցինք արդեն, որ կար խնդիր շրջափակման մեջ էր եւ կարելի էր նույն միգուցե ջանքերը տապել նույն Մարտակերտի շրջանը միանգամից ամբողջապես ազատագրել, բայց ինքը միևնույն է մնում էր վտանգի մեջ։ Եվ այստեղ արդեն գալիս է հաջորդ խնդիրը, որպեսզի ռեալ հաջողության հասնեինք այդ պատերազմում, մենք պետք է պատերազմը տեղափոխենք մեր ի սկզբանե հայաբնակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից դուրս դեպի այն տարածք, որը արդեն ադրբեջանաբնակ էր, պաշտոնապես Ադրբեջանի շրջաններն էին, առանց դրա անհնար էր եւ սա ես էլ ինչ եմ շեշտում, որտեղ ես ընդհանուր որ մարդիկ այսօր ոչ թե ընդհանուր էլ գիտեն, չեն էլ հասկանում։ Հիմա հեսա շուտով մեր ժողովրդին ներշնչելու են, որ ինքը օկուպանտ է, ուրիշի տարածքներ ա մտել գրավել եւ սկսել են մարդիկ դրան էլ հավատալ։ Չզարմանաք, որովհետեւ ասենք թե իսկ ինչի չհավատան, եթե քարոզչություն իրենց դա է ներշնչելու։ Եվ հետո պահանջելու են փոխհատուցումներ, բայց դուք իմացեք, որ դա ոչ թե ուղղակի քմահաճույք էր, ոչ թե ագրեսիա էր, խնդիրը այն էր, որ առանց դրա այդ պատերազմը հաղթել հնարավոր չէ։ Նույնիսկ եթե դու ամենախելացի, ամենակազմակերպված, ամենահերոսաբար ձևով անընդհատ պաշտպանեիր այդ տարածքը Լեռնային Ղարաբաղի այդ նախկին ինքնավար մարզի 2 տարի, 3 տարի, 4 տարի անհնար էր զուտ պաշտպանությամբ, անհնար էր այդտեղ հաջողության հասնել։ Մի օր դու միևնույն է պարտվելու էր, եթե դու չտեղափոխեիր կռիվը իր տարածք, չվերցնեիր այդ շրջանները, որոնք քեզ թիկունք կդառնային եւ կապավեին ավելի լայն կապ Հայաստանի հետ եւ քո ճակատի գիծը կկրճատեին։ Սա միակ տարբերակն էր հաղթելու եւ սկսվում է արդեն այս օպերացիաների շարքը, երբ որ պատերազմը մերոնք դուրս են անում Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ գտնող վարչական տարածքներ եւ առաջինը Քելբաջարի կամ Խարվաճարի շրջանն է, որը իհարկե ամեն ինչով ինքը հայկական պատմական հող է իր այդտեղ մինչև 10 Շահաբասի ժամանակաշրջան հայաբնակ է ինքը ամբողջությամբ եղել եւ ամեն ինչն էլ այդտեղ պահպանվել է, բայց հետագան քրդերով է բնակեցված եղել, այդ քրդերն է թրքացել են եւ դարել է այդպես ադրբեջանաբնակ։ Այս օպերացիան ուրեմն Քելբաջարի ինքը առաջինն էր այդ հաղթական շարքից, փայլուն հաղթական շարքից, այդ հպարտություններ շնչող շարքից, ինքը փայլուն էր նաեւ նրանով, որ այդ ամբողջ շրջանը այդ լեռնային բարդ ռելիեֆով շրջանը ինքը մի քանի օրվա մեջ մաքրվեց, ազատագրվեց։ Մարտի վերջին օրերին սկսվեց, ապրիլի ամենասկզբի օրերին արդեն Քելբաջարը կամ Խարվաճարը մեր վերահսկողության տակ է։ Դա փայլուն հաղթանակ էր եւ հոգեբանական տեսակետից, եւ մարտավարության տեսակետից, եւ ռազմական տեսակետից, ոչ թե մերոնք գնացել են sense ճակատային գրոհի, այլ մի քանի ուղղություններով
այդ թվում խաբուսիկ հարվածներով, թևանցիկ, թիկունքային հարվածներով կարողացել են ուղղակի շրջապատել, խոճապի մատնել թշնամուն եւ նրանք պարզապես փախել են մի քանի օր դա տևել։ Այն ինչը որ պատկերացնելի չէր եւ դա առաջին այդ քայլն էր։ Դրանից հետո իհարկե մի որոշ ժամանակով ակտիվ գործողություններ ռազմաճակատում դադարում են, Ադրբեջանում այդ ընթացքում հասցնում են հեղաշրջում անել, Էլչի բեին հանում են, այո, եւ արդեն այդ Իլհամ Ալիևի Հեյդար Ալիևի իշխանության գալն է սկսվում։ Այնտեղ process էր, դա միանգամից տես չդարավ, բայց սկսվում է։ Այդ ընթացքում ռազմական գործողությունները դադարում են, դե ենթադրում եմ նաեւ իհարկե այստեղ համաձայնություն կար, բայց հիմա դրա մեջ չեմ ուզում խորանամ մեզ հերոն կտանի։ Թե ինչպես Հեյդար Ալիևը Հայաստանի տարածքով իրական ինքն Նախճիվանում էր Հայաստանի տարածքով եւ մի գիշեր էլ իմանալով Իջևանի հյուրանոցում մնալով գնում է Բաքու եւ այնտեղ իշխանություն է վերցնում։ Իհարկե երևի թե մերոնց ինչ որ տենց խոստումներ էին տվել այդ առումով, չգիտեմ, մի խոսքով էս իրոք չեմ ուզում հիմա խորանամ։ Եվ վերսկսում են ռազմական գործողությունները 93 թվականի հունիսին։ Այստեղ գալիս է այդ տարվա երևի ամենակարևոր եւ վճռական ճակատամարտը, սա Աղդամի ճակատամարտն է, սա շատ ավելի ծանր գինուն էր, շատ ավելի երկար տևեց եւ շատ երևի իրոք առանցքային դեր խաղաց, նախ որտեղ Աղդամը ինքը առանցքային կետ էր, որտեղ Աղդամը ինքը ժամանակին եղել է փոքր գյուղ, բայց սովետական Ադրբեջանում մեծ քաղաք է դարձել ուղիղ Ասկերանի եւ Ստեփանակերտի դեմը եւ ըստ էության այդ քաղաքի ամբողջ ռազմավարական իմաստը հատուկ է ինքը այդպես կառուցվել, մեծացվել, իմաստը եղել է հայերին վերահսկելը, հայերին ճնշելը, դա մտածված քաղաքականությամբ է արվել, այլ ոչ թե ուղղակի այդպես մի հատ մեծ քաղաք են սարքել սիրուն բանի դեմ, ոնց որ մեր մոտ այս վարդագույն մտածողներ շատ կան, չէ՞։ Եվ ինքը եղել է այդ հայերի դեմ ագրեսիայի կենտրոնը, նաև հակահայկականության կենտրոնը եւ գաղափարական իմաստով եւ ռազմավարական եւ մնացած բոլոր իմաստներով եւ ինքը դաշտային տարածք էր, դա հեշտ չէր գրավել, ինքը մեծ խոշոր այդ տարածքի համար խոշոր բնակավայր էր եւ տևեց այդ օպերացիան, Աղդամի ուրեմն օպերացիան ինքը կարծեմ գրեթե ուղիղ 44 օր, գրեթե ուղիղ այնքան ինչ որ 2020 թվականի պատերազմը եւ իհարկե դա շատ խելացի կարելի ասել եւ կազմակերպված գործողություններ մերոնց կողմից, դա ճակատային գրող չէր, որտեղ ճակատային գրողով է անհնար կլներ այդ քաղաքը գրավել, ոնց որ չգիտեմ, գուցե շատերը պատկերացնում են, տենց գնացին առաջ Աղդամ մտան, չէ, տենց չի եղել իհարկե, դա շատ մեծ զոհեր կպահանջեր, եթե ընդհանրապես հնարավոր լինել, ոչ էլ եղել է այնպես, որ մենք էշով մտել ենք Աղդամ, թուրքերը փախել են ի վերջո Աղդամից, բայց փախել են այն բանից հետո, երբ որ աստիճանաբար մեր զորքերը Աղդամի շուրջ եղած բարձունքներն են գրավել, բնակավայրներն են գրավել եւ ըստ էության դա 44 օրվա մեջ մի քանի փուլով եւ հեշտությամբ չէ, որովհետեւ եղել են նաեւ իրենց կողմից էլ բավական հաջող պաշտպանության գործողություններ, եղել են նաեւ հակագրողների փորձեր, այդ ժամանակ նաեւ զոհվում է Մոնթե Մելքոնյանը եւ ուրեմն հասել են մերոնք նրան այդ մոտ մի ամսվա ու մի քիչ չի ընթացքում նրան, որ կիսաշրջափակման մեջ են վերցել Աղդամը, բոլոր բարձունքները կարևոր քաղաքի շուրջ գրավել են եւ արդեն այդտեղ էլի հոգեբանական պահն է աշխատել, երբ որ բացի այդ նաեւ Աղդամում բացի հոգեբանական, բայց թուրքերն էլ պակաս ուրեմն տենց պարակտվող ազգ չեն, իրենց մոտ էլ այնտեղ ինչ-որ ներքին քաղաքականացված կռիվներ են եղել երկու տարբեր թայֆաների միջև եւ ի վերջո կազմաքանդվում է պաշտպանությունը այդ քաղաքի եւ իրենք պարզապես արդեն այդ կիսաշրջափակումից դուրս գալու համար թողնում ու լքում են քաղաքը եւ նրանք մտնում են արդեն դատարկ քաղաք, դա հուլիսի վերջն էր, հուլիսի 23 կամ վերջնական գուցե հուլիսի 26, ամեն դեպքում հաստատ հուլիսի վերջին էր։ Եվ սա արդեն կարևոր հաղթանակն էր, կարևոր ճակատամարտներ, այս ճակատամարտի մասին պետք է իրականում բոլոր հայերը շատ մանրամասն եւ լավ իմանային, գոնե դրա ընթացքը, դրա տրամաբանությունը, բայց ցավոք սրտի չկան դրա մասին ֆիլմեր պետք է լինեին, գրքեր պետք է լինեին, բայց չկան։ Չգիտեմ, միգուցե մի օր կլինեն ուշացմամբ, պետք է լինեին ժամանակին համենայնդեպս հաստատ։ Եվ սրանից հետո է արդեն, որ ադրբեջանական զինուժի ոգին եւ կազմակերպությունը
ավելի կոտրվում ժամանակավորապես իդեպ, դա հետո վերականգնվում է եւ հնարավոր է դառնում ուրեմն այն մյուս հաղթանակները ավելի համեմատաբար ավելի հեշտ եւ արագ հասնել, բայց Աղդամը այս առումով վճռական էր եւ դրանից հետո արդեն օգոստոսին 93 թվականի Ֆիզուլի եւ Ջաբրայել քաղաքների օպերացիաների, բայց ոչ ամբողջ շրջանները քաղաքներն են առայժմ անցնում մեր վերահսկողության տակ, դրանից հետո մինչև 93-ի սեպտեմբեր օգոստոսի վերջ Հուբատլուի օպերացիան է, Հուբատլու այդ շրջանն են մերոնք վերցնում վերահսկողության տակ եւ մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ հարավում այդ Արաքսի սահմանային գիծը, դաշտավայրը։ Դա էլ ուրեմն արդեն 93 թվականի հոկտեմբերին, մինչև հոկտեմբերի վերջ արդեն նաեւ Զանգելան հասնում մերոնք եւ ամբողջությամբ այդ Արաքսի ափը վերցնում են իրենց վերահսկողության տակ եւ սրանով ավարտվում է այդ փայլուն հաղթանակների շրջանը, այդ 7 շրջանները Ադրբեջանի, դե իրականում ամբողջությամբ չէ, Աղդամի եւ Ֆիզուլու շրջանը մենք ամբողջությամբ երբեք չենք էլ վերահսկել, բայց այդ 7 շրջանները անցնում են մեր վերահսկողության տակ, ըստ էության այդ խնդիրը լուծվում է, շրջափակման խնդիրը, ռազմաճակատի գիծը եւ կրճատվում է եւ շատ ավելի հարմար է դառնում, սա էր հաղթանակի միակ տարբերակը, առանց այդ տարածքների այդ հաղթանակը երբեք միայն պաշտպանվելով հնարավոր չլինի եւ սա իհարկե փայլուն գործողություններ էին բոլոր իմաստներով եւ իրենց ստրատեգիական իմաստներով, որ կռիվը տեղափոխել թշնամու տարածք, որտեղ կռիվը պետք է տեղափոխել թշնամու տարածք, այլ ոչ թե միշտ պաշտպանվել եւ իրենց ուրեմն խելացի ընթացքով ոչ այդքան մեծ համեմատաբար այդ օպերացիաների մասշտաբի զոհերով եւ իհարկե բոլոր իրենց արդյունքներով, բայց սրանով էլ պատերազմը չի ավարտվում։ Ես այսօր գիտեմ սովորականից շատ խոսացի, բայց քանի որ արդեն հասնում ենք վերջին հատվածի, եկեք այսօր ինձ ներեք, որ երկար եմ խոսում, վերջացնենք այսօր այս թեման։ Սրանով էլ չի ավարտվում, որովհետև Հեյդար Ալիևը 93 թվականի ուրեմն հոկտեմբերին, նույն հոկտեմբերին ինքը, այսինքն իր օրոք պարլամենտը Ադրբեջանի վավերացնում է Ադրբեջանի մուտքը ԱՊՀ, անկախ պետությունների համագործակցություն, որ ռուսները այն ժամանակ դեռ բավականին լուրջ էին վերաբերվում։ Ադրբեջանը ի սկզբանե ԱՊՀ-ի ուրեմն այդ կազմավորման թղթի տակ ստորագրել է, բայց չի վավերացրել, չի ռատիֆիկացրել մինչև 93 թվականի հոկտեմբեր եւ փաստացի չի դարձել ԱՊՀ-ի մաս։ Հետո իրանք հետագայում էլի դուրս են եկել։ Բայց այդ բանին Հեյդար Ալիևը դա ստորագրում է եւ մտնում են ԱՊՀ եւ ինչպես դուք երևի արդեն կանխատեսում եք, գրեթե անմիջապես դրանից հետո մոտ 1 ամիս անց սկսվում է ադրբեջանական նոր ծավալուն հարձակումը, որտեղ նոր քանակի զենք են ստանում, վերակազմավորում են բանակը եւ ըստ էության մեր Սիրիայի դաշնակիցը նորից աջակցում է։ Լայնածավալ հարձակում 93-ի նոյեմբերի վերջից, դեկտեմբերի սկզբից եւ մինչեւ փետրվար դա տևում է, ամբողջ ճակատով են իրենք սկսում գործողությունները, սկսած Քելբաջարից մինչեւ ուրեմն Արաքսի ափ, այս անգամ այս գործողություններում հիմնականում մեծ հաջողություններ չեն ունեմ, չնայած մեծ ջանք են թափում եւ չնայած լուրջ ճգնաժամային իրավիճակներ առանձին ճակատներում ստեղծում են, հարավում իրան կարողանում են այդ ժամանակ Հորադիս երկաթուղային կայանը հետ վերցնել, դա տարբեր է Հորադիս բնակավայրից, Հորադիս բնակավայրը մնաց մինչև 20 թիվների վերահսկողության տակ, բայց կայարանը իրանք այդ ժամանակ հետ վերցեցին եւ դա երբեք մեծ չվերադարձավ, այդտեղ որոշակի հաջողության են հասնում, ընդհանրապես այդ նույն հարավային ճակատում, ինչպես եւ 20 թվին ճգնաժամային իրավիճակ է ստեղծում, նույն Խուճապային իդեպ իրավիճակը ոնց որ 20 թվին է եղել, բայց ի տարբերություն 20 թվի դա կարողացան հաղթահարել։ Եվ իհարկե Ադրբեջանը էլի գրողում էր մեծ ուժերով, մեծ տեխնիկայով, նոր ստացված տեխնիկայով այդ թվում, բայց այդտեղ բացի այդ Հորադիզի հատվածից մեծ հաջողությունների չեն կարողանում հասնել, կայունանում է ճակատը, Աղդամի ուղղությամբ նույնպես կարծեմ մի քանի դիրքեր են կարողանում գրավել, բայց էլի լուրջ հաջողության չեն հասնում, չնայած ջանքերը մեծ են, այսինքն այստեղ տարբերությունը օրինակ 92 թվականի ամառվանցին է, որ հարձակումը իրենց մեծ է, ուժեղը եւ կռիվները շատ այդ ժամանակ ուրեմն նոր փուլ նոր մակարդակ են մտնում ավելի մեծ զոհերով են սկսում, որտեղ եւ տեխնիկան է ավելանում եւ քանակն է մարդկանց ավելանում մասնակիցների, բայց տարածքային իմաստով մեծ հաջողություններ իրենք չեն ունենում եւ չեն կարողանում ճեղքել պաշտպանությունը, բացի մի կետից, որ իրենք շատ տարօրինակ դա օպերացիա էր 94-ի
ուրեմն հունվարին, ձմռանը իրենք ուրեմն մտնում են Քելբաջար հյուսիսից մռավի այդ Լեռնանցքը անցնելով, դա դաժան պայմաններում եղանակային, այդտեղ կարծում եմ, որքան ես հասկացնում եմ խնդիրը նա էր, որ իրենք պլանավորում էին միաժամանակ երկու կողմից, այսինքն մի կողմից Մարտակերտ մտնել բանով արևմուտքից, մյուս կողմից Քելբաջար, բայց Մարտակերտի ուղղությամբ չստացվեց, իսկ Քելբաջարի ուղղությամբ ստացեց, որտեղ այդ օպերացիան, այդ գործողությունը բավականին տարօրինակ էր, քանի որ իրենք այդ ձմռան պայմաններում մտան մեծաշով այդ պարկի մեջ, որտեղ մտան Քելբաջար, բայց փաստացի երեք կողմից հայերով շրջապատված վիճակում են հայտնվում եւ հյուսիսից էլ ուրեմն մռավի Լեռնանցքը ձմռան պայմաններում այն ժամանակ էլ դեռ ձմեռները էին, հիմիկվապես չի որ նոյեմբերին դեռ կանաչ տերևներ կան, այն ժամանակ հիշում եք լուրջ էր ձմեռ երևույթը, նո այն էլ սարերում։ Բայց կարողանում են ամեն դեպքում ճեղքել եւ մտնել Քելբաջարի տարածք, Քելբաջարի շրջանի տարածք, մինչեւ որ մերոնք հակագրոհ են կազմակերպում, արդեն փետրվարին նոր վերջնական մաքրում են այդտեղ, նորից այդ են շպրտում, շատ մեծ կորուստներ այդտեղ ունենում նաեւ Ադրբեջանի բանակը, մեծ մասը զգալի մասը, ես նաեւ հուշեր եմ կարդացել հենց իրենց կողմից, շատ ծանր հուշեր են, որ այդ արդեն նահանջի փախուստի ճանապարհին ձներով 3000 մետր բարձրության մեջ ուղղակի կոտորվել են, սառել են ուղղակի։ Այդ կորուստների մեծ մասը սառածներն են եւ սարերում սառել են մինչեւ 2-3000 կարծեմ, եթե չեմ սխալվում։ Եվ նույնիսկ այնտեղ ասում են դեպքեր էին, ու մարդիկ ուղղակի խելագարվում էին այդ ցրտից, այդ հոգնածությունից, այդ ճանապարհներից եւ ասում է սկսում էին միրաժներ տեսնել, պատրանքներ տեսնել, իրենց թվում էր որ տաք ջրով աղբյուրներ են եւ գցվում էին դրանց մեջ, իսկ իրական ուղղակի գցվում էին ձորը եւ մեռնում էին կամ եթե մեկը չէր կարողանում էլ քայլեր, նստում էր այդ ձների մեջ, ինքը ուղղակի տենց քնում էր հավերժ։ Մի խոսքով դա էլ ուրեմն այդպես ավարտվեց վերջին հարձակումը, վերջին մեծ հարձակումը այդ պատերազմի ադրբեջանական եւ 94 թվականի գարնանը արդեն նորից սկսում են հայկական ակտիվ գործողությունները, մանրամասն դրանց վրա կանգ չեմ առնի, մինչեւ հատկապես ապրիլին եւ մինչեւ մայիսի սկիզբ որոշակի այդտեղ էլի տարածքներ են ազատագրվում, հատկապես հյուսային հատվածում Մարտակերտի ուղղությամբ, այդ ժամանակ է որ մերոնք հասնում են մինչև Մադաղից, մինչև Թալիշ, բայց միևնույն է Մարտակերտի շրջանի մի մասը այդպես էլ մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ եւ դրանով պատերազմը ավարտվում է, գիտեք 94 թվականի մայիսին մեր սիրելի մեծ եղբայրի մեջնորդությամբ եւ բոլորի շատ լավ ընկեր Գրաչովի նաև մասնակցությամբ մեր պաշտպանության նախարարի, իրենց պաշտպանության նախարարի բոլորի ընտիր աղբեր ընկեր զենք տվող միջնորդությամբ եւ մասնակցությամբ պատերազմը ավարտվում է քաղաքական ասպեկտները հիմա ես բարձրային էլ այսքան շատ խոսալուց հետո չեմ անդրադառնա, մենք դրանց մասին դեռ կխոսենք, թե ինչ եղավ հետո, այդ լուծում, կարգավորում, չգիտեմ, այդ սա հեքիաթները, որ մեզ հետագայում սկսեցին պատմել եւ մեր այդ հաղթանակը ռազմի դաշտում վերածեցին այդ անիմաստ խոսակցությունների, այդ ծամոնի եւ եկանք հասանք այսօրվա օրին, բայց սա մեր հաղթանակներն էին, սա մեր հաղթանակների նաեւ ինչքան որ կարողացանք վերականգնել այս համառոտ խոսակցության մեր արտաքին կոնտեքստներ եւ սա այն հաղթանակներն են, որոնք մենք չպետք է ոչ մի դեպքում մոռանանք, որովհետեւ դա միակ մեր շանսն է, միակ մեր հույսն է այս իրավիճակում, երբ որ 4 կողմից փորձելու են մեզ ներշնչել, խլել մեզանից այդ հիշողությունը, արժեզրկել ամեն գնով, միակ մեր շանսը ապագան վերածնվելու, առողջ հոգեբանություն ունենալու, ոտքի կանգնելու, ելքի կանգնելու, ամեն գնով հիշելն է սա, ամեն գնով, ամեն օր հիշել այս հաղթանակները եւ չխորանալ, հիմա դրա ժամանակը չի, կասկածները, խորանալը, ով մեզ օգնեց, ինչի օգնությամբ եւ այլն, այս պահին դա չի կարևոր, այս պահին կարևոր է ամեն գնով կարճել, երբ որ մենք մեր նոր հաղթանակները կկերտենք, այդ ժամանակ մենք կսկսենք նաեւ այս սրան անդրադառնալ, այնտեղ արդեն հարցեր կան տարբեր, որ կարելի է քննարկել, բանավիճել, խոսալ եւ այլն, բայց այս պահին դա չի կարող, այս պահին կարճենք, հիշենք, որովհետեւ էդ էլ եթե մոռացանք, էդ էլ եթե տվեցինք իրենց նվեր այդ էլ չենք ունեցել։ Ես չգիտեմ մենք ինչ հոգեբանությամբ ենք ոտքի կանգնելու։ Այսքան այսօր ժողովուրդ ջան, կներեք, որ այսքան երկար խոսեցի, բայց հուսամ դուք էլ եք համարում ու հասկանում, որ կարևոր խոսակցություններ։ Կհանդիպենք։